Բարի եկավ Աստծո ժողովուրդը։ Դավիթ Մարգարեն ասում է գուրախանայի, երբ ասեին դերոջը դունը գնանք։ Չգիտեմ, մենք գուրախանում ենք, թե չէ։ Դերոջը դունը եկեղեցին է, ասված դերոջը դան մեջ է։ Ինքը այստեղ է, Փառք Տիրոջը իր խոսքի համաձայն, որտեղ որ իմ անունս հիշել գտամ, պիտի գամ եւ պիտի օրհնեմ ասեց ձեզ։ Շնորհակալ ենք Աստծուց իր խոստումների համար։ Ես ջանք արի մինչև հիմա, անգեղծությամբ եմ ասում, ինչ որ այսքան դարիների մեջ կարդացել եմ, սովորել եմ, բրբդել եմ, փոխանցել ձեզի։ Եվ ուրախ եմ դրա համար, որ այդ առաքելությունը ես կատարում եմ ձեզ համար, Տերոջի համար։ Ես բավական ձեր հոգևոր գրադարանը կարծեմ զարգացրի, բավական շատացավ ձեր հոգևոր գրքերը, միայն թե մենք կարդացող լինենք։ Եվ պետք է կարդանք։ Ես մինչև հիմա կարդում եմ, առանց կարդալու օրս չի անցնի, մի քանի անգամ, բարգելուց առաջ էլ կարդում եմ, առավոտյան էլ, պետք է կարդանք, գիրք կարդալով դու գրքերում շատ նորանոր բան կիմանաս, չէ, այդպես է գրված, այո, հիմա այնտեղ գրքեր կա, այսօր էլ եմ բերել, Բաթպելի Եղոյանի գրքերից է, դες բերի իմ արմնի մեգության մասին, դրանից առաջ ես բերել էի, ճիշտ մոռացել էի, որ բերել եմ, երկրորդ անգամ էլ բերի, բայց ոչինչ, հաջորդը բերի այնտեղ է, երևում է չեք վերցրել, Սուրբ Գիրքը և գիտությունը, այսօր էլի բերի ձեզի, Եվ մենք պետք է որ գարտանք, դարն քրիստոնյաներ, գրքի վերնագիրն է, դարն քրիստոնյաներ, շատ իմաստությամբ է գրում եղբայրը, մի քիչ տարերը դժվար է երևում, որտև գիրքը հին է, այդ գրող եղբայրը Բաթպելի Եղոյանը, իր մահից մի տարի հետո նոր ես ծնվել եմ։ Հին գիրք է, բայց շատ լավ է գրված, ես անձամբ օգտվել եմ շատ, իմաստալից է գրված։ Վերջի գիրքը ես որ բերի այնտեղ, վերջի գիրքն էր, չէ, այո, գալուստը, Հիսուսի գալուստը, չգիտեմ կարդացիք թե չէ, չեք կարդացել երևի, բայց կարդացեք, մեծ պահոց շրջանին է կարդացվում, գալուստյան գիրագից հետո ծաղգազարդն է, հետո զադիգը, Եթե մեկը մեզ հարցնի, որ մեզ քրիստոնյա, Քրիստոս ինչի աշխարհ եկավ, ինչ պատասխան պիտի տանք մենք։ Մեզ պիտի հարցնեն, չէ, որպես քրիստոնյա, իմացող որպես, մենք պետք է իմանանք, Քրիստոս ինչի համար աշխարհ եկավ։
երեք հիմնական պատճառներ կան, որոնք կազմում են Աստծո ծրագրի հիմքը եւ դրանց հետ միասին մասամբ նորին ուրիշ դեր շատ Աստծո իմաստությունը բազմադեսակ է գրված է։ Ուրեմն Հիսուս աշխարհ եկավ նախ որպեսզի Աստծո թշնամին սատանայի գործերը քանդի։ Առաջինը դա է։ Եթե կարդաք Կալստյան գիրքը, այնտեղ գրված է։ Մեծ հագարագործ է, Աստծո մեծ հագարագործ է, որը աշխատեց Աստծո հիշադակը երկրի մեջից, մարդկանց մտքի մեջից հանել, Աստված չկա։ Այսօրվա աշխարհը այդպեսին է, Աստված չկայի պես է ապրում աշխարհի մեջ, կենդանի նման։ Եվ Աստծո անվանը անբատվիչում բերավ սատանան։ Հիսուս եկավ, որպեսզի սատանայի գործերը քանդի, նրա զենքերը ձեռքից վերցնի եւ երկրորդը իր միջոցով գործանված մարդկությունը վերստին փրկի։ Ուրեմն առաջինը հիմնական պատճառը սատանայի գործերը քանդելն էր։ Հետո մարդկությունը, որ նրա ձեռքով անաստված են դարձել, եկավ որպեսզի փրկի մեզի։ Եվ որդիները, քանի որ մարմինին ու արյունին հաղորդ եղան, ինքն էլ Քրիստոս միևնույն ժամանակ բաժանորդ եղավ նրանց, որպեսզի իր մահովը փճացնի նրան, այսինքն է սատանան, որպեսզի իր մահովը փճացնի նրան, այսինքն է սատանան, եւ ազատի նրանց, որպեսզի մահվան վախով այլևս սատանային չծառայեն։ Հիմա այդ մահվան վախը մեզանից վերցված է, Փառք Տիրոջը, չի կարող մեզ խաբել, որ պիտի մեռնեք, կյանքը այս է, գերեք խմեք, վաղը մեռնեք եւ այլն, մեզի չի անցնի, այդ զենքը չի բանում մեր վրա չի անցնի։ Մենք գիտենք, որ Հիսուս մեռավ, երրորդ օրը առություն արավ եւ ամեն ով որ նրան հավատա, հավիտենական կյանք ունի։ Մենք հավիտենական կյանք ունենք։ Փառք Աստծո, փառք Հիսուսին, որ իր միածինը չխնայեց մեզանից, խրգեց աշխարհ, որպեսզի մեզ փրկի, հավիտենական կյանք տա։ Երրորդ պայմանը Աստծո ծրագրի մեջ կարևոր տեղը գրավողը այն է, որ Եփեսացիս երկրորդ գլխի 10-ամարն է, ժամանակներու լրանալուն դնդեսության մեջ ամեն բան անով բովանդակ է, ինչ որ երկինքը ու ինչ որ երկրի վրա գա։ Ժամանակներ, երբ որ լրանան, դնդեսության մեջ, դնդեսությունը Աստծո ընտանիքն է։ Բոլոր փրկվածները, վերը եղողները, վարի եղողները, որոնք շարունակում են։ Բիդի բովանդակ է։ Հիմա ցիրուցան են եղած, մարդկությունը ցիրուցան են եղած, սատանան ցիրուցան արեց, բայց Հիսուս եկավ, որպեսզի այդ ցիրուցան եղածները հավաքի։ Եվ հեսավ ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք պիտի բերեմ այս բագը եւ պիտի լինեն մեկ հոտ մեկ հովիվ։ Աստված դիեզերքը պիտի մաքրի բոլոր չարուժարից։ Եվ ցիրուցան եղած մարդկությունը իր փրկածները պիտի հավաքի միտեղ, որոնք մի մասը երկինք գնացել են, մի մասը մենք ենք, որ երկրի վրա ենք դեր։ Պիտի հավաքի այդ բոլորը եւ այդպես պիտի շարունակվի կյանքը հավիտյանս հավիտենից։ Ուրեմն այս կարևոր բաների համար Հիսուս եկավ
ինքը սատանայի գլուխը ջախջախեց խաչի վրա, իր մահովը փչացրեց նրան, փուջի անեց նրա զորությունը եւ մի ժամանակ թույլ է դրված սատանան, որ ինքը դեր գործում է երկրի վրա, բայց ինքը արդեն դադարեցված է։ Երբ Քրիստոս վերադառնա, 1000 տարի պիտի թագավորի երկրի վրա, 1000 տարի հետո թագավորությունը, որ սատանան հափշտակել էր, թագավորությունը պիտի հանձնի հորը։ Իր երկրավոր միշնը պիտի ավարտվի արդեն։ Պիտի հանձնի հորը թագավորությունը, որպեսզի Աստված լինի ամեն բանի մեջ։ Ու հետո կյանքը պիտի շարունակվի Աստծո դանը մեջ, Աստծո հովանիի տակ, Հավիդյանս Հավիդենից։ Ուրեմն տեսնում ենք Հիսուս մեծ առաքելություն ուներ հորը կողմից, որ պիտի կատարվեր երկրի վրա, եւ դեր դա կատարվելու ընթացքի մեջ է։ Ինչ որ մենք խոսում էինք իրար հետ, ես շարունակելու եմ դարձյալ, մենք տեսանք գործերի քննությունը եղավ, գործերի քննությունից հետո բարգեւադրումներ կա, բսակներ կան, դրանց մասին էի խոսել եւ արդարության բսակի մասին խոսեցինք եւ գիսատ մնաց, հիմա ուզում եմ ես շարունակել դա։ Մենք կարդում ենք երկրորդ Դիմոթեոսի երկրորդ գլուխ 8 համարը, որտեղ գրված է Պողոս առաքյալը ասում է. Ես արդեն զոհը լալու նվիրված եմ ու իմ մեկնելու ժամանակը հասեր է։ Բարի բادرազմը բادرազմեցա, ընթացքը կատարեցի, հավատքը բայեցի։ Հիմա գա կմնա ինձի արդարության բսակը, զոր այն օրը դերը արդար դադավորը պիտի հադուցանե ինձի։ Ոչ միայն ինձի, հապա բոլոր նրանց էլ, որոնք նրա հայտնությունը սիրեցին։ Սիրում եք, չէ, Հիսուսի հայտնությունը։ Ասում են, գարի Հիսուս ջան, այս չար աշխարհից մեզի ազատի, հերիք եղավ, ո՞լ եղավ։ Արդարության բսակի համար բայկարեց Պողոս առաքյալը։ Բարի բادرազմը բادرազմեցա, այդ մասին խոսեցինք որոշ չափով, չեմ ուզում գրգնել։ Շարունակությունը բարի բادرազմը բادرազմեցա, ընթացքը կատարեցի։ Ընթացքը ասպարեզի ընթացքն է։ Ասպարեզի ընթացքը կատարեցի։ Ասպարեզի ընթացքը անգլերենի մեջ running է գրված, բայց հունարենը բնագիրը դրոմոն է գրված, դրոմո, ճանապարհ, դրոմո։ Պողոս առաքյալը առաջի բանով բادرազմեցա, որպես զինվոր, Պողոսը որպես զինվոր։ Ընթացքը կատարեցի որպես մարզիկ, որպես վազող։ Ուրեմն Հունաստանում այդ օլիմպիական խաղերը կար եւ մարզադաշտերը կար, որոնք մի ուղղությամբ վազում էին, հետո հետ էին վերադառնում, կամ մի քանի անգամ վազում գնում գալիս էին։ Ասպարեզի ընթացքն էր, ճանապարհը, որտեղ որ մարզիկները վազում էին, կամ օլիմպիական խաղերը, որոնք մինչև հիմա էլ կա շարունակվում է, 42 կիլոմետր երկարությամբ վազում էին նրանք։ Ասպարեզի ընթացքն էր դա։ Պողոս առաքյալը ասում է Ֆիլիպպեցիս թղթի մեջը, Ֆիլիպպեցիս 3-րդ գլուխն է եւ 12 համարը,
ասում է ոչ թե ես արեր եմ կամ գադարյալ եղեր եմ, ապա հետևե ինգած եմ, որ բռնեմ մրցանակը, որու համար էլ բռնվեցա Քրիստոս Հիսուսը։ Բռնվեցա, Բողոսը բռնվեց, Քրիստոսը բռնեց իրեն։ Ձեզ էլ բռնեց, չէ՞, չբռնեց ձեզի, ինձ էլ բռնեց, ինձ էլ բռնեց, ինձ երբ բռնեց, ինչպես բռնեց, ես լավ գիտեմ, եթե դուք էլ գիտեք, լավ է, բռնվեցան Քրիստոսը, Քրիստոսի գամքը կատարելու, նրա ետևից վազելու, բռնվեցա, այն օրից, որ բռնվեց Բողոսը, հավատարմորեն մինչև վերջ վազեց, այդ վազքի ընթացքը, ասպարեզը, առաջին Տիմոթեոս 1:12-ի մեջ ասում է, ես գիտեմ, թե ում եմ հավատացել, մենք գիտենք ում ենք հավատացել, եթե մենք լավ հասկանանք, լավ իմանանք, ով է Քրիստոսը, և նա ինչ կարող է անել, մենք երբեք նրանք չենք թողի այլևս։ Գործարակելոց 26:19 ամարի մեջը, երբ որ ինքը Ագրիպաս արքայի առջև քննվում էր ինքը, այնտեղ իր դարձի մասին Բողոս Արաքյալը խոսեց, ասեց, որ Ագրիպաս արքա այդ երկնային դեսիլքին ես անհնազանդ չեղա։ Այդ երկնային դեսիլքը, որ հայտնվեց իրեն և բռնեց, Բողոս Արաքյալը ասում է անհնազանդ չեղա ես այն օրվանից։ Մենք չգիտեմ, մենք անհնազանդ եղանք, թե չեղանք, պետք չէ, որ անհնազանդ լինենք մենք, ինչ բանի համար, որ գանչվել ենք, պետք է հավատարմորեն ծառայենք և հետևենք։ Դարձյալ Կորինթացիս 20-րդ գլխի մեջ, երբ որ Եփեսոսի եկեղեցից պիտի հեռանար այլևս, ասավ, ես բանի համար հոգ չեմ մներ, որտեղ Բողոս ասում էր, որ այլևս ինչ չեք տեսնելու, փաթաթվեցին վզին, համբուրեցին իրեն, լաց էին լինում, որ ասում էր, որ այլևս ինձ պիտի չտեսնեք և այլն, ասեց ինչի եք լացում, ասեց, և Սուրբ Հոգին ցույց էր տալիս, որ ամեն տեղ իրեն հալածանքներ բաներ կան, ասեց ես բանի համար հոգ չեմ մներ, միայն որ իմ ընթացքս ուրախությամբ կատարեմ, ավարտեմ ես։ Եվ ինչպես ասեց, ես արդեն զոհ լալու նվիրված եմ, արդեն մարտը համարյա թե ֆինիշին է հասնում, ձերացել է արդեն, հասկանում ենք, որ ձերացել է արդեն մարտը։ Ես արդեն զոհ լալու նվիրված եմ և իմ մեկնելու ժամանակս հասեր է։ Կարծում եք ես չեմ կարող ասել։ Ես էլ արդեն զոհ լնելու նվիրված եմ։ Իմ մեկնելու ժամանակս հասեր է։ Կարծում եմ ես էլ ընթացքը կատարեցի, վարի բادرազմ էլ բادرազմեցի, հավատքը բայեցի, փառք Տիրոջը մինչև հիմա, թերություններով, սխալներով, ելնելով, ընկնելով, մինչև այստեղ հասցրեց Տերը մեզի, աշխատեցի ամեն կերպ հավատարիմ լինել գոչումիս մեջ և չզլացա և եթե բաց թողումներ ունեցա դերը ինքը ողորմած է, ինքը մեր մեղքերին թողություն է, իր արյունը, արյան բարեխոսությունը միշտ կա։ Ուրախությամբ իմ ընթացս կատարեմ։ Ետևե ինգած եմ, որ բռնեմ, ասում է Արաքյալը, այդ մրցանակը, արդարության մսակը
դրա համար վազում էինք։ Եբրայեցիս 12 գլխի առաջի համարի մեջ ասում է. համբերությունով վազենք մեր առջև եղած ասպարեզի ընթացքը։ Մեզանից յուրաքանչյուրիս առջև այդ ասպարեզը գա չէ, վայելու, մենք պիտի վազենք այդ ընթացքը, պիտի գադարենք, բարի բادرազմը պիտի բادرազմենք, ընթացքը պիտի գադարենք եւ հավատքը պիտի բայենք մենք։ Մեր առջև եղած ասպարեզի ընթացքը համբերությունով մենք վազենք, ասում է առաքյալը, որովհետև համբերությունով մենք մեր հոգիները պիտի ստանանք, ով որ մինչև վերջը համբեր է, մինչև այդ ֆինիշին, մինչև կյանքի վերջը, մինչև հիմա հավատարիմ եղիր, քեզի գենաց վսակը պիտի դամ ասեց։ Մենք վազում ենք, մենք ուրախությունով վազում ենք մեր առջև եղած ասպարեզի ընթացքը։ Քրիստոնեությունը գոչվում է բանդուխների առաջդիմության ճանապարհը, բանդուխների առաջդիմությունը։ Հրեաները Եգիպտոսից ելան 40 տարի հետո մտան Քանանու երկիրը, մինչդեռ իրենք կարող էին 40 օրվա մեջ մտնել, բայց 40 տարի տևեց, նրանք անընդհատ այդ անաբադի մեջ դարձան, մինչև որ անավատները վերջացան այդտեղ անաբադի մեջ, եւ 20 տարեկանից վեր եղողները նրանք են, որ մտան Քանանու երկիրը։ Ուրեմն մենք դեղ քայլ չպետք է անենք, եղբայրներ, քույրեր։ Մենք դեպի առաջ պիտի նայենք, այն որ ձեռքը մաջի վրա կդնե, եւ յետին գնայի ինձի հարմար չի, ասեց Հիսուսը։ Մենք յետևի եղածները պիտի մոռանանք, առջևի եղածներին պիտի դիմենք։ Ինչպես որ Պողոսն էր ընթանում եւ մենք ընդհանրապես Պողոս առաքյալի կյանքից աշխատում ենք օրինակներ վերցնել, նմանվել նրան։ Ուրեմն մենք դեղ քայլ պիտի չանենք, մենք օր պիտի զարգանանք հոգևոր կյանքի մեջ, պիտի առաջ դիմենք մենք, հոգևոր գիտելիքների մեջ, ծառայությունների մեջ, բարի գործերի մեջ, աղոթքի ընթերցանության մեջ, ամեն բանի մեջ կամաց պիտի առաջ դիմենք մենք։ Երբ դղայի պես էի մտածում, երբ այ եղա դղայիչյան բաները թողեցի, արդեն լուրջ մենք մեր առջև եղած նպատակը ծրագիրը լուրջ պիտի ընդունենք մենք եւ պիտի վազենք ասպարեզի ընթացքը եւ այն օրը շատ ուրախ պիտի լինենք մենք։ Հաջորդը բարի բادرազմեցա, ընթացքը գադարեցի, ընթացքը գադարելու վրա ենք մենք հիմա եւ հավատքը բայեցի, այ կարևոր բան է սա, հավատքը բայել։ Այստեղ Պողոս առաքյալը ինքը հսկող է, բահակ, հավատքը բայեցի, Պողոս առաքյալը հսկող է, բահակ է ինքը, եպիսկոպոս է, եպիսկոպոս նշանակում է սկոպո, բահակ է նշանակում, հունարեն բահակ, Պողոս առաքյալը բահակ է, հսկող է, հավատքը բայեցի, բահող է ինքը, հավատքը եւ հավատքի վերաբերյալ բոլոր բաները բահեց ինքը։ Հուդա առաքյալը մեզի խրատ է դալիս, Հուդա առաքյալ Հակոբոսի եղբայրը, մատնի շուտան չէ, ասում է, որ իր մի գլուխ գիրքը ունի, ասում է, սիրելներ, բոլոր ջանքը վրաս առնելով ձեզի գրելու հաստարակած փրկության համար, իմ անձիս հարկ սեբեցի ձեզի գրել
ու հորդորել, որ մրցիկ այն հավատքի համար, որ անգամը սուրբերուն ավանդվեցավ։ Մրցիկ այդ հավատքի համար, հավատքի սկիզբը ունեցանք, հավատքի համար, հավատքը բայելու համար բայկար պետք է, հավատքը բայել պետք է, հավատքի բոլոր բանջները բայել պետք է։ Այն մի ուրիշ լավ համար գա հայտնության գրքի մեջ 14-րդ գլուխն է, ասում է 12 համարը հոս է սուրբերուն համբերությունը, որոնք Աստծո բատվիրանքները ու Հիսուսի հավատքը կբահեն։ Աստծո բատվիրանքները եւ Հիսուսի հավատքը կբահեն։ Հոս է սուրբերու համբերությունը։ Այսուհետև երանելի են այն մերելները, որոնք Տերոջմով գննջեն, այո գսե հոգին, որ իրենց աշխատանքեն հանգչին ու իրենց գործերը իրենց յետևեն գերտա։ Ինչ որ արել ենք, մեր յետևից պիտի երթա։ Երբ որ մենք գնանք այնտեղ Տերոջը ադյանի առջև, այն ժամանակ բարգեւադրությունը այնտեղ է։ Հիմա մի համար գարտամ ես Ֆիլիպեցիս թղթից առաջին գլուխ 27 համարն է, միայն թե Քրիստոսի ավետարանին ինչպես կվայել է, այնպես վարվեցեք, որպեսզի եթե գամ ու ձեզ տեսնեմ, գամ հերու ըլլամ, ձեր վրայով լսեմ, որ դուք հաստատուն կգենաք մեկ հոգիով ու մեկ շունչով բادرազմագից կլակ ավետարանի հավատքի համար։ Բادرազմագից լինել հավատքի համար։ Հաջորդ մի քանի դողեր է գարտամ։ Այն ալ աստուծմե է, վասնզի ձեզի դրվեցավ Քրիստոսի համար հավատալ։ Ձեզի դրվեցավ Քրիստոսի համար հավատալ։ Հավատքը, որ մենք ունենք, մեզի դրված է։ Աստծո կողմից է դրված։ Ինչու ուրիշներ ինչի դրված, Աստված գիտի առաջվանից, ովքեր որ չեն ընդունելու այդ հավատքը, չի դալիս նրանց։ Աստված գիտեր, որ մենք պիտի ընդունենք այդ հավատքը մեզ դվավ, այդ հավատքը նվեր է մեզի Աստծո կողմից։ Ձեզի դրվեցավ հավատալ։ Մատթեոս 16 գլխի մեջը աշակերտներին այսպես է ասում Հիսուս, ասում է մարդիկ ով են ասում ինձ համար, ով եմ ես, եւ Պետրոս արաքյալ ամիջապես ասեց դու ես Աստծո Քրիստոսը։ Եվ Հիսուս պատասխանեց Երանի քեզ Սիմոն Հովնանի որդի, դա քեզի մարմինը եւ արյունը չհայտնեց, բանականությունը չհայտնեց Պետրոսին, հապա իմ հայրս, որ երկինքն է։ Եթե հայրը երկնքից չհայտներ Պետրոսին, նա պիտի չիմանար, թե ով է Քրիստոսը։ Ուրեմն Աստված հայտնեց, Աստծո հայտնությամբ եղավ, ձեզի դրվեցավ հավատալ, մեզի դրվեցավ հավատալ Հիսուսին։ Այս տվողը Աստված է, մեր հայրը։ Հիսուս ասում է, դարդունչ մի արեք, մեկը չի կարող ինձ գալ, եթե ինձ Ղրգող հայրը չքաշի նրան։ Մեկը չի կարող Հիսուսին հավատալ, եթե Հիսուսին Ղրգող հայրը չքաշի, մեզի քաշեց բերավ Հիսուսին, որովհետեւ մենք նրան հավատալով փրկվենք, հավատքն էլ տվավ մեզի։ Մեկը չգիտե ով է Հիսուս,
բայց հայրը մեկը չգիտե ով է թե հայրը, բայց միայն Հիսուս, եւ որին ուզե հայտնել Հիսուս։ Հայրն է հայտնում Հիսուսին մեզի։ Հիսուս էլ ինքն է հայտնում մեզի հորը։ Փոխադարձաբար։ Մենք այս արծի շուրջ շատ համարներ կան, բայց այդքան ժամանակ չունենք մենք բոլորի մասին հիշելու։ Մենք տեսանք, որ մեր հավատքը, որ ունենք, սա բարգև է Աստծո կողմից։ Աստծո կողմից բարգև է։ Եվ ինչպես գրված է Եփեսացիս 2:8-ի մեջ, դուք շնորհքով փրկված եք։ Եվ այս ոչ թե ձեզ մեծ է, ապա Աստծո բարգևն է։ Նվեր է, հավատքը բարգև է, նվեր է, ոչ թե գործեր են, որ մեկը չբարձի։ Վասնզի մենք անով ստեղծված ենք բարի գործերու համար, նույնիսկ այն գործերը, որոնք մենք պիտի գործենք Քրիստոսով, դա էլ մեզ համար նախորոք պատրաստել է Աստված, ավելի կամ պակաս չենք կարող։ Բողոս Արաքյալի մեկ վկայությունը գարտամ Գաղատացիս թղթից, Գաղատացիս 2-րդ գլուխն է, ասում է 20 համարը 2-րդ գլխի, Քրիստոսի հետ խաչի ելա եւ ալ կենթանի եմ ոչ թե ես, հապա Քրիստոս կենթանի է իմ մեջս։ Ինքը Քրիստոսի հետ մերավ խաչի վրա, որովհետեւ Աստծո կենթանի լինի։ Մենք Քրիստոսի հետ խաչի վրա մերանք, որովհետեւ մենք Աստծո կենթանի լինենք։ Բայց ես որ հիմա մարմինովս կաբրիմ, Աստծո որդին հավատքով կաբրիմ։ Ինչու համար է հավատում Բողոս Արաքյալը, որովհետեւ բուն հավատքի աղբյուրը եղող Քրիստոսը ինքը իր մեջն է ապրում։ Քրիստոս մեր մեջ է ապրում Սուրբ իր հոգիի միջոցով։ Դրա համար է որ հավատում է Բողոսը։ Դրա համար է որ մենք հավատում ենք։ Մեր մեջ հավատացողը Հիսուս Քրիստոսի հոգին է, որ մեզի նվեր է դրված։ Մենք Քրիստոսի հետ խաչվեցինք աշխարհի համար, աշխարհն էլ խաչվեց մեզի համար։ Աշխարհն էլ գա, Քրիստոսի խաչն էլ գա, երկուսն էլ կան, բայց մեկը մյուսի նկատմամբ մեռած դիրք ունեն։ Բողոսը նայում է աշխարհին, մեռած է աշխարհը։ Աշխարհը նայում է Բողոսին, Բողոսն է մեռած։ Ճիշտ մերը դա է։ Մենք մերան Քրիստոսի խաչելությամբ, որովհետեւ նրա հարությամբ ապրենք նոր կյանքով եւ մեր մեջ հավատ ի հայտ բերողը Քրիստոսն է։ Կողոսացիս 1:23 համարը ասում է այդտեղ Արաքյալը, որ Եթե գենակ հավատքի մեջ հիմնված ու հաստատ եւ առանց խախտելու ավետարանի հույսեն, որ գլսեք։ Այդ հավատքը ամեն ինչ տրվեց մեզի, բայց եթե գենակ հավատքի մեջ հիմնված ու հաստատ, Աստված հավատարիմ է գփրկի մեզի, բայց զորով պիտի չփրկի մեզի։ Եթե մենք գենանք այդ հավատքի մեջ, սիրո մեջ, ինքը հավատարիմ է, պիտի փրկե մեզի։ Ուրեմն ձեզի դրվեցավ ոչ միայն հավատալ,
ուրիշ մի բան էլ դրվեցավ, հա։ Վասնձի ձեզի դրվեցավ Քրիստոսի համար, ոչ միայն անոր հավատալ, ապա անոր համար չարչարվիլալ։ Ուրեմն հավատքը եւ չարչարվելը Քրիստոսի համար զուգընթաց իրար հետ միասին է գնում, որ եթե իր չարչարանքներին կցորդ լինենք, իր փառքին էլ հաղորդ կլինենք։ Ուրեմն մեզ դրվեց նաև չարչարվիլալ, չարչարվիլ Հիսուսի համար, ավետարանի համար, չարչարվիլ սատանայի կողմից հարուցված զրկանքների համար եւ համբերել այդ բոլորին։ Հիմա մենք չարչարանք ունենք, չարչարվում ենք մենք ավետարանի համար, հալածանք կա, թուքումուր բան, դենց բաներ, ապտագել եւ այլն, կա այդպիսի բաներ, չկա, ինչից է որ չկա։ Անցյալ դարվա մեջ, դարի մեջ, դարն եմ ասում, 1800-ական թվականներին, Միացյալ Նահանգներում Մուտի անունով մի մեծ քարոզիչ կար, անվանի։ Այս մարդը հաճախ հոգևոր ժողովներ էր կազմակերպում, վրանների մեջ եւ այլն, այդ ձևով հայտնի էր ինքը։ Մի օր մի երիտասարդ եկավ միստր Մուտին եւ ասեց. Միստր Մուտի, ես սիրտս Տերոջը տված եմ եւ ապաշխարած եմ, բայց կուզեմ հասկանալ, թե աշխարհեն զատվելու եմ։ Ինչ կսես։ Ոչ, զատվելու չես, ասավ միստր Մուտին։ Բայց քեզի ասեմ, թե եթե հրաբարակավ եւ քաչուկյամ մի վկայություն դաս Աստծո որդու վրայով, եւ վկայությանդ համեմատել ապրես, աշխարհը քեզ մեկը զատվի։ Դու պետքություն չունես աշխարհից զատվելու, աշխարհը քեզանից կզատվի եւ մարդիկ քեզ չեն սիրեր։ Հիմա եթե դեր աշխարհի բարեկամ ենք, նշանակում է, որ սխալ մի բան կա։ Համագերվել ենք մենք մի քիչ աշխարհի հետ, բայց գրված է մի սիրեք աշխարհը, մի գերբարանիկ այս աշխարհի գերբարանքով, ապա ձեր մտքի նորոգությունով նորոգվեցեք, վասնզի այս աշխարհի գերբարանքը գանցնի։ Եվ Երեմիա մարգարեն ասում է. Դու նրանց մի դարսի, թող նրանք քեզի դառնան։ Երբեմն մենք մեր դանը ազգականներ, հարազատներ, բարեկամներ ունենք, որոնք դեր Քրիստոսին չեն եկել։ Մենք ստիպված նրանց հետ միասին գնում ենք։ Համագերվել ենք այդ բանին, այդ կյանքին։ Մի քիչ դժվարություն կա իհարկե, բայց մեր Հիսուս ասեց, ընտանիքի մեջ բաժանում պիտի դնեմ ասեց։ Չասեց, որ գնացեք առանձին ապրեք, բայց գաղափարապես հավատացյալը մի քիչ տարբեր պիտի լինի։ Իրանք շատ անգամ, որ դու չես ուզում գնալ այնտեղը, որտեղ իրենք են գնում, քեզ ստիպում են, որ գնաս իրենց հետ, բայց չգիտեմ, թե ինչու իրենք քեզի քու գնացած տեղը չեն գալիս։ Չէ՞։ Թող նրանք քեզի դառնան, դու նրանց մի դարձիր։ Եթե մենք ամուր մնանք մեր դիրքը Աստծո խոսքի մեջ, աշխարհը մեզ չի սիրի։ Աշխարհ մեզանից կբաժանվի։ Եվ ամեն տեսակ բաներ էլ մեր հասցեին
հոլով են իրենք։ Այդպես չի։ Տեսեք Տերը ինչ է ասում։ Հովաննու 17-րդ գլխի մեջն է։ Ես քո խոսքդ անոնց տվի ու աշխարհ զանոնք ադեց, վասնզի աշխարհը չեն, ինչպես ես աշխարհը չեմ։ Աշխարհի մեջ ապրում ենք, բայց մենք աշխարհի չենք, ասում է Հիսուս։ 15-րդ գլխի մեջինը գարտամ։ Եթե աշխարհ ձեզ գադե, գիտեք, որ ձեզ մի առաջ ինձ ադեց։ Եթե աշխարհը եղածը լայք, աշխարհ իրենները գստիրեր, բայց որովհետև աշխարհը չեք, հաբա ես ձեզ աշխարհի ընդրեցի, անոր համար աշխարհ ձեզ գադե։ Մի զարմացեք, չզարմանանք մենք, եթե անավատ մարդիկ մեզի խորտ աչքով նայեն, կամ անարգեն մեզի, անգախ նրանից թե դու որքան արժանավոր մարդ ես, քանի որ հավատացյալ ես, ուրեմն այդպես են նայում, այդպես են մտածում իրենք, ուրեմն բայց այս ամեն բաները պիտի ենեն ձեզի իմ անունիս համար, այդ բոլորը անում են Հիսուսի անվան համար, որտեղ Հիսուսի անունը մեր վրա է, և դրա համար էլ հագարակվում են, առանց պատճառի։ Տեսեք հայրը ինչպիսի սեր շնորհեց մեզի, որովհետեւ մենք Աստծո որդիներ գոչվենք։ Սիրելիներ, հիմա մենք Աստծո որդիներն ենք, Աստծո համար աշխարհը մեզ չի ճանչնար։ Որովհետեւ մենք Աստծո որդիներ ենք, եւ թեև իրենք չեն տեսնում մեր ճակատի վրա մի բան կագրված, բայց Աստծո գնիկը կա մեր վրա, բայց սատանան գիտի տեսնում է եւ հրահրում է մարդկանց։ Մեղք են, չեն հասկանում։ Մեզի հագարակ կեցողները մարդիկ չեն, սատանայի հրահրելով է, որ նրանք հագարակվում են մեզի։ Պատճառը այդ է։ Վասնց ես արդեն զոհ լալու նվիրված եմ ու իմ մեկնելու սադենը հասեր է, ասկե ետև գա գմնա ինձի արտարության բսակը զոր դերը արդար դադավորը այն օրը ինձի պիտի դա, ոչ միայն ինձի, այլ ամենուն ալ որ անոր հայտնվիլը սիրեցին, անոր հայտնվիլը սիրեցին, մենք սիրում ենք, չէ Հիսուսի հայտնվելը, չէ, այդպես չի, կարող մեկը չի սիրում, կան եկեղեցիներ, որոնք չեն սպասում Հիսուսին, նրանք ասում են, որ չեն ուզում գա Հիսուս, որտեղ ապրենք մենք, կյանքը ապրենք էստեղ, հնարավորություններն են, լավ կյանքը ապրում են, հետո գերտանք իրեն, այդպես չի, առաջի անգամ մեղքի համար եկավ Հիսուս, երկրորդ անգամ առանց մեղք պիտի գա, բոլոր նրանց համար, որոնք անոր հայտնությունը սիրեցին, նրանց համար պիտի գա, Փառք Տերոջը։ Մենք ժամանակին մի երգ էինք երգում, հին ժամանակ, բավական առաջ, և ես էլ էի երգում այդ երգը, բայց հիմա եթե երգեմ, ձայն չունեմ, արդեն շնչուց կդրվում է, չեմ կարող, բայց ես կարդամ ձեզ իվոդանավորի պես։ Այս կյանքս պատերազմ է և մենք զինվորներ, մեղած և դևին դեմ պիտի մարդնչենք, իրավ խորամանկ է մեր թշնամիներ, բայց Քրիստոսի պես
զորաբետ մենք ունենք։ Գանքն է Հիսուսի համար ով քրիստոնյա, քեզի համար ինք համբերեց խաչի վրա, դունալ մի վախնար, Տերոջդ համար գանքն է եւ եղիր քաչ վգա։ Աստված կբանա քեզ իրեն զինարան, գահակվեցնե քեզ զգեստ արդարության, գլխից ցաղավարտ հույս բերգության եւ մեջքդ կգաբե իր ճշմարտությամբ։ Արթուն գնալով եւ աղոտ կնելով մեր բոլոր զենքերը կմնան միշտ փայլուն եւ մենք օրեցօր Աստծո խոսքով եւ նրա շնորհքով կլինենք հաստատուն։ Անթիվ փորձություններ կան մեր ճանապարհին, սակայն ամենին Հիսուսով կհաղթենք եւ Հորդանան գետից անցնելու բահին Հիսուսին մեզ շատ մոտ կանգնած կտեսնենք։ Գանքն է Հիսուսի համարով քրիստոնյա, քեզի համարին կախվեցավ խաչի վրա, դունալ մի վախնար Տերոջդ համար, գանքն է եւ եղիր քաչ վգա։ Դերը բոլորս էլ օրհնի, իր փառքին արժանացրի, ամեն։